Գիրք Դանիել, գլուխ 7. Բաբիլոնի Բաղդասար թագավորի առաջի տարին Դանիելն երազ տեսավ և իր անկողնում իր գլխի տեսիլքները։ Հետո գրեց երազը։ Գլխավոր բանը ասեց։ Դանիելը խոսեց և ասեց. Գիշերը տեսնում էի տեսիլքում, և ահա երկնքի 4 կողմերը հարձակվում էին մեծ ծովի վրա, և 4 մեծամեծ գազաններ ելան ծովիցը, տարբեր մեկզմեկից։ Առաջինը առյուծի պես էր և արծիվի թևեր ուներ, և տեսնում էի մինչև որ նրա թևերը պոկվեցան, և նա վեր առնվեցավ երկրիցը, և ոտներին վրա մարդի պես կանգնեցվեցավ, և մարդի սիրտ տրվեցավ նրան։ Եվ ահա մի ուրիշ գազան, երկրորդը, արջի նման, և մեկ կողմի վրա կանգնեց, և 3 կողքի ոսկորներ ուներ բերանումա ատամների մեջ, և այսպես ասեցին նրան. վեր կաց շատ միսկ էր։ Սրանից հետո նայում էի, և ահա մի ուրիշը ինձի նման, որի մեջքին 4 թռչնի թևեր կային, և 4 գլուխ ուներ գազանը, և իշխանություն տրվեցավ նրան։ Սրանից հետո տեսնում էի գիշերվա տեսիլքում, և ահա մի 4-րդ գազան, ահեղ, սոսկալի և չափազանց զորավոր, որ երկաթի մեծ ատամներ ուներ, ուտում էր և փշրում, և մնացածը ոտներովը կոխ էր տալիս, և նա տարբեր էր իրանից առաջ եղող բոլոր գազաններիցը, և 10 եղջյուր ուներ։ Ես մտիկ էի տալիս այն եղջյուրներին, և ահա մի ուրիշ փոքր եղջյուր դուրս ելավ նրանց մեջ, և այն առաջի եղջյուրներից 3-ը խլվեցան նրա առաջիցը, և ահա մարդի աչքերի պես աչքեր կային այդ եղջյուրի վրա, և մի մեծ բաներ խոսող բերան։ Ես տեսնում էի մինչև որ աթոռներ դրվեցան, և հինավուրցը նստեց։ Նրա հագուստը ձյունի պես սպիտակ, և նրա գլխի մազը մաքուր ասրի պես։ Նրա աթոռը կրակի բոց, նրա անիվները վառված կրակ, մի կրակի գետ էր հոսում և գնում նրա առաջիցը։ 1000 ծառայում էին նրան, և բյուր կանգնած էին նրա առաջին։ Ատյանը նստեց, և գրքերը բացվեցան։ Ես տեսնում էի, այն ժամանակ եղջյուրի խոսած մեծ խոսքերի համար, և մտիկ էի տալիս, մինչև որ գազանը սպանվեցավ, և կորավ նրա մարմինը, և տրվեցավ կրակի բոցին, և մյուս գազաններից առնվեցավ նրանց իշխանությունը, և նրանց տրված էր եղել մի կենաց երկարություն, մինչև մի ժամ և ժամանակ։ Ես տեսնում էի գիշերվա տեսիլքներում, և ահա երկնքի ամպերով գալիս էր մարդի որդիի նման, և մինչև հինավուրցը եկավ, և նրա առաջին մոտեցրին նրան։ Եվ նրան տրվեցավ իշխանություն և պատիվ ու թագավորություն, որ բոլոր ժողովուրդները, ազգերը և լեզուները նրան ծառայեն։ Նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որ չի անցնի, և նրա թագավորությունը չի քանդվի։ Ես Դանիելս վշտացա սրտովս իմ միջումը, և իմ գլխի տեսիլքները ինձ խռովեցրին։ Ես մոտեցա կանգնածներից մեկին և հարցրի այս բոլոր բաների իսկությունը, և նա ասեց ինձ և բաների մեկնությունը իմացրեց ինձ։ Այս 4 մեծ գազանները 4 թագավորներ են վեր կենալու երկրիցը, իսկ թագավորությունը առնելու են բարձրալի սուրբերը, և ժառանգելու են թագավորությունը մինչև Հավիտյան, և մինչև Հավիտյանս Հավիտենից։ Հետո ուզեցի 4-րդ գազանի իսկությունն իմանալ, որ ամենիցը տարբեր էր և խիստ ահեղ, ատամները երկաթի և եղունգները պղնձի, ուտում էր, փշրում էր, և մնացածը իր ոտներովը կոխ էր տալիս։ Եվ նրա գլխի վրա 10 եղջյուրների մասին, և այն մյուսի մասին, որ դուրս եկավ, և նրա առաջից 3 ընկան, որ այս եղջյուրը աչքեր ուներ, և մեծ բաներ խոսող բերան։ Եվ նրա կերպարանքը մեծ էր, քան թե իր ընկերներինը։ Ես տեսնում էի, և այն եղջյուրը պատերազմ էր անում սուրբերի հետ, և նրանց հաղթեց, մինչև որ եկավ հինավուրցը, և իրավունք տրվեցավ բարձրալի սուրբերին, և ժամանակը հասավ, որ սուրբերը առնեն թագավորությունը։ Այսպես ասեց. 4-րդ գազանը 4-րդ թագավորությունը լինելու երկրի վրա, որ տարբեր պիտի լինի բոլոր թագավորություններից, և պիտի ուտե բոլոր երկիրը, և նրան պիտի ոտնահարե և փշրե։ Եվ այն 10 եղջյուրները այն թագավորությունից 10 թագավորներ են վեր կենալու, և նրանցից հետո մի ուրիշն է վեր կենալու, և նա տարբեր է լինելու առաջիններից,
Եվ նա 3 թագավոր է կործանելու։ Եվ Բարձրալին դեմ խոսքեր է խոսելու։ Եվ Բարձրալի սուրբերին հարստահարելու է, և խորհելու է, որ ժամանակներն ու օրենքները փոխե, և նրանք պիտի նրա ձեռքը տրվին մինչև մի ժամանակ, և 2 ժամանակներ, և կես ժամանակ։ Բայց ատյանը պիտի նստե, և նրա իշխանությունը պիտի վեր առնեն, որ փչացնեն և կորցնեն իսպառ։ Եվ թագավորությունն ու իշխանությունը և բոլոր երկնքի տակին եղող թագավորությունների մեծությունը պիտի տրվի Բարձրալի սուրբերի ժողովրդին։ Նրա թագավորությունը հավիտենական թագավորություն է, և բոլոր իշխանությունները պիտի նրան ծառայեն և հնազանդեն։ Մինչև այստեղ է խոսքի վերջը։ Ինձ Դանիելիս շատ խռովեցնում էին իմ խորհուրդները, և գույնս փոխվեցավ իմ վրաս, և խոսքը պահեցի իմ սրտումը։